գեղեցիներ, ես մի քանի օրա Facebook-ում որ բան եմ գրում, տակը գրում են շատ քաղաքացիներ, դու վերջի անգամ երբ ես եկել Յուլաքարակ, դու այդ ճանապարհները վերջի անգամ երբ ես եկել, դե չեմ կարող ասեմ վերջի անգամ երբ եմ եկել, որովհետև դա շատ հաճախ է, այնպես տպավորություն է, որ ես այդ ճանապարհներից տեղյակ չեմ, անընդհատ ինչ-որ մարդիկ ուզում են երևի փորձեն, ասենք, տպավորություն ստեղծել, որ ես տեղյակ չեմ այս ճանապարհներից, մենք բոլորս տեղյակ ենք այս ճանապարհներից, պարոն Պապիկյանն էլ է տեղյակ, մեր թիմն էլ է տեղյակ եւ ճանապարհների մասին արդեն խոսել ենք եւ ուզում եմ ձեզ ասել, որ սա նախընտրական խոստում չի, ճանապարհը նախագծման փուլում է եւ Յուլաքարակից մինչեւ Կուրթան ճանապարհը շուտով կվերանորոգվի, մենք կունենանք բարեկարգ ճանապարհ։ Հա, հիմնական պատճառն է ջրագիծն է եղել, որ այս հացը մնացել է այսպես չլուծված, բայց իմ ասածն ինչի մասին է, որ կան մարդիկ, որոնք անընդհատ ուզում են ցույց տալ, դե իրանք տեղյակ չեն, չէ, մենք ամեն ինչից տեղյակ ենք։ Եթե ինչ-որ բաներ ուշանում է, ինչ-որ բաներ մի քիչ հետ անգնում, դա չի նշանակում, որովհետև ժողովուրդ ջան, արված չի եղել, դուք գիտեք։ Այնքան բան արված չի եղել, որ ամեն ինչին հերթը դժվար է հասնում, որովհետև բոլորն է կարևոր, որովհետև այս ճանապարհից ավելի շատ կարևոր ջրագիծն է, ջրագծից կարևոր այն մյուս ջրագիծն է, այն մյուս ճանապարհն է, լուսավորությունն է, չկա առաջնահերթություն, որովհետև բոլորն են առաջնահերթությունը, բոլորն են կարևոր, եւ այդ ամեն ինչը հերթականությամբ անելու համար մի բան մի քիչ ուշանում է, մեկը մի քիչ անկարևոր է համարվում, սակայն բոլորը ամենակարևորն է։ Ես ուզում եմ դա բոլորս իմանան, որ չկա անկարևոր բան, չկա անկարևոր ճանապարհ, անկարևոր խնդիր։ Մենք ականջալուր ենք ձեր բոլոր հարցերին, բոլոր խնդիրներին, եւ բոլոր բաները եւ բոլոր խնդիրները կամաց լուծելով գնում ենք։ Ժամանակը այդքան շատ չի եղել, որ հասցնենք վերջնականի հասցնենք։ 30 տարի դուք գիտեք, որ ոչ մի բան չեն արել, ու այդ չարածները երես ունեն, գալիս են, ստեղ, ու առաջարկում են, ասում են, մենք երկիրը կտանենք ինչ-որ հանգրվանի, դուք չեք կարող ոչ մի տեղ տանել մեր երկիրը, որովհետև ձեր տարած տեղից մի կերպ ենք դուրս եկել, ձեր տարած տեղից մի կերպ ենք դուրս գալիս, եւ այդ ձեր տարած տեղը ամենավտանգավոր տեղն է եղել մեր երկրի համար, մեր երկրի ներկայի ու ապագայի համար, մեզ տարել եք պատերազմների ամենամեծ կենտրոնում, գցել եք, ասել եք, դե մնացեք ստեղ, ում տրամադրությունը այսօր լավ կլինի, ձեզ այդ աչքով էլ կնային, մենք էլ չենք ուզում այդ տեղը գնանք, մենք հազիվ ոտքի ենք կանգնում, մենք դեպի խաղաղություն ենք գնում, մենք չենք ուզում այդ ձեր նույնիսկ գրել չիմացող, խոսել չիմացողների հետ էլ այլևս ճանապարհ գնանք, որովհետև գիտենք այդ ճանապարհը ուր է տանում, այդ ճանապարհը ոչ մի լավ տեղ չի տանում, ոչ մի բան չեն արել ու հիմա եկել ասում են, մենք կփրկենք այս երկիրը, գնացեք ձեր տանը փրկեք, ձեր տները փրկեք, ձեր ընտանիքները փրկեք, հեռու մեզանից, դուք նույնիսկ ձեր երեխեքին բանակ չեք ուղարկել, ձեր թողներին թույլ չեք տվել Հայաստանի Հանրապետությունում ծնվել, դուք Ղարաբաղցի լինելով Ղարաբաղում երեխա չեք ունեցել, դուք ոչ մեկը ձեր ասածներին տեր չեք, դրա համար ես ձեզ խնդրում եմ այդ բոլոր ստախոսներին, այդ անգրագետ ստախոսներին, որոնք մեզ ասում են, ինչպես պարոն Պապիկյանը ասեց, ասֆալտը դպրոց են սարքում, որովհետև ուղեղ չունեն, դե մեզ ձև էին ասում են դպրոց մեզ պետք չի, մեզ չգիտեմ ինչեր ա պետք, բայց դպրոց պետք չի, բարձա որ ձեզ դպրոց պետք չի, որտեղ դուք խոսալ չգիտեք, դուք դպրոցը գնում են կարդալ գրել սովորելու, եթե դուք ընդ բան չէիք անել, ձեր ինչին ա պետք դպրոցը։ Հետևաբար, մեզ դպրոց ա պետք, մեզ ամեն ինչ պետք ա, մեզ մանկապարտեզ ա պետք, մեզ ճանապարհ ա պետք, մեզ ջրագիծ ա պետք, մեզ լուսավորություն ա պետք, մեզ մշակույթ ա պետք, մեզ ամեն ինչ պետք ա, ու այդ ամեն ինչը մենք ունենք եւ ունենալու ենք, եւ դրա համար ուշադիր եղեք ժողովուրդ ջան, ով կգա, ով չի գա, ես կարծում եմ, որ ամենալավ բոլորի տեղը դուք եք ցույց տալու, որովհետեւ նրանք ձեր հետ պետք է խոսան, ոչ թե դες խոսան, ասեն, խոսան գնան, գան ձեր հետ խոսան, ավելեցվեն ձեր հետ, դուք իմաստ ունեք, եւ ես վստահ եմ, որ ձեր իմաստությունը հունիսի 7-ին ցույց կտաք, շնորհակալ եմ։